Քրիստոնեության մեջ կա հստակ կանոն, որը ձևակերպել է Պողոս Առաքյալը, ասում է չկա խտրություն արվի եւ էքի, կնոջ եւ տղամարդու, հրեայի եւ հեթանոսի, ծառայի եւ ազատի։ Ըստ էության վերջ է տրվել ազգային խտրականությանը, սեռով պայմանավորված խտրականությանը եւ հասարակական դիրքով պայմանավորված խտրականությանը, որը չպիտի լինի քրիստոնեության մեջ ու չկա քրիստոնեության մեջ։ Այնուամենայնիվ մենք ունենք դերերի բաշխում։ Սա ոչ թե բարձր ու ցածրի հարց է ընտանեկան կյանքի մեջ։ Տսակատուրության ժամանակ տեր լինելու եւ հնազանդ լինելու խոստումների մեջ տղամարդու վրա տրվում է պատասխանատվություն առաջնորդի որպես ընտանիքի գլուխ եւ մարդու, որը պիտի տիրություն անի այդ ընտանիքին, իսկ կնոջ վրա դրված է խոհեմության, հնազանդության, իմաստության այս պատվիրանը։ Աղանդ նշանակում է բաժանում, բաժանված, խմբակ։ Աղանդներ եղել են թե քաղաքականության մեջ, թե փիլիսոփայության մեջ եւ կա նաեւ կրոնի մեջ, այսինքն հիմնական ուղղությունից, այս դեպքում մայր եկեղեցուց բաժանված առանձնացած փոքր խմբեր։ Եթե փիլիսոփայության, քաղաքականության մեջ նորմալ է, որ առանձին աղանդներ կան, քրիստոնեության դեպքում դա շատ վատ երևույթ է, որովհետեւ Քրիստոս միասնության ուսուցիչ էր եւ մեզ կոչել է լինել միասին, ունենալ մեկ հոտ եւ մեկ հովիվ, միասիրտ, միախորհուրդ, միաբանվել մայր եկեղեցու շուրջ, մեկ եկեղեցու շուրջ։ Եվ ըստ էության աղանդները հենց դրանով են առաջնահերթ վնասակար, որ իրենք կոչված են պառակտելու, զատելու, հեռացնելու եւ տանելու այն ուղղությամբ, որը չի տանելու փրկության։ Լավ կլինի, որ ճշտեք հոգևորականից այդ մարդու ծագումը, կազմակերպությունը, որը ինքը ներկայացնում է, նպատակները, որը ինքը կարող է հետապնդել, որովհետև ցավոք սրտի աղանդավորները սարսափելի վտանգավոր նպատակներ են հետապնդում։